Ժամ ու կեսից ավելի փակել էիք նաև Հերացու փողոցը, այնտեղ միջադեպ տեղի ունեցավ, չունեցավ, որ խնդրեմ պաշտոնյաներից որևէ մեկը ձեզ մոտեցել է։ Որ պաշտոնյաներից։ Այնտեղ Հերացու փողոցում։ Չէ, մեզ հիմնականը մոտենում են ոստիկաններն են ուզում համոզել, որ բացենք, չբացենք, դե հիմա դա ակցիա ենք իրականացնում, ոչ մի պաշտոնյա սպասում ենք այդ պաշտոնյան չի գալիս։ Մեծ հաշվով ես չեմ էլ ուզում պաշտոնյան հիմա գա, որովհետև պաշտոնյայի գալը այս պահին ես հասկանում եմ մեծ հաշվով, որ երկրի մեր երեխեքի հարցը լուծելու պետք է լուծի գերագույն գլխավոր հրամանատարը, ով վաղը գնում է Թուրքիա։ Հիմա այս մարդը գնում է Թուրքիա, մենք ոչ ոք չգիտենք ինչ օրակարգով, ինչ է խոսալու, մեր երեխեքի մասին խոսալու է պարոն վարչապետը, թե չի խոսալու։ Սկսենք այդտեղից։ Ես ուզում էի հարց տա իրան, հիմա հարց եմ տալի, պարոն վարչապետ, գնում ես Թուրքիա, երեխեքի հարցով բանակցելու ես Թուրքիայի նախագահի հետ, եթե չէ, ինչի համար ես գնում։ Ես կարծում եմ մեր երկրի համար այս պահին ամենագլխավոր հարցը պետք է լինի երեխեքի վերադարձը, հետո մյուս հարցերը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, բայց երեխեքի հարցը պետք է գա, չէ, որ ազգը սթափվի, այս ծնողները հանգստանան։ Մենք արդեն չգիտենք էլ ինչ անենք։ Որքան եք պատրաստվում ճանապարհը փակ պահել, երեկվանից այս իրավիճակն է։ Ընդ որում ասում եք, որ նորանշանակ ԱԱԾ տնօրենին չեք էլ սպասում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երեխաների հարցը լուծի։ Նայեք, ինչքան պետք լինի այնքան կփակենք մեր ուժերի ներածին չափով, բայց նայեք, մեծ հաշվով ինչքան էլ ԱԱԾ նորանշանակ կամ հին տնօրենը պարոն Աբազյանը զբաղվի երեխեքի հարցով, բայց մենք սաղս հասկանում ենք, որ սա քաղաքական գործընթաց է։ Ում մետատենա ինչ խոսերա գործընկերներից, բայց սա մեծ հաշվով սաղս ենք հասկանում, երևի այստեղ միամիտ մարդ չկա։ Քաղաքական գործընթացում երկրի ղեկավարներն են հարցով զբաղվում։ Ես իմ կարծիքն եմ ասում, ես վստահ եմ ծնողներն էլ իմ հետ համաձայն կլինեն, որ կապ չունի ով այս պահին նշանակվում ԱԱԾ տնօրեն կամ պարոն Աբազյանը, պրոստա պարոն Աբազյանի ընդունելությունը, իր աշխատանքը ինքը գիտեր, ամեն ինչ գիտեր։ Պրոստը չէր բացում փակագծեր, գաղտնիությունը հասկանալով որ պետք չի շատ բան ինան, բայց հիմա այս մարդուն մենք չենք էլ ճանաչում։ Չենք ճանաչում։ Ես չեմ էլ ուզում ճանաչեմ պրինցիպի, ոչ իրան մեջանում եմ, ոչ ուզում եմ սմարտուն ճանաչեմ։ Ասել է զբաղվում են, մի անհանգստացեք։ 6 տարի զբաղվում եմ, մենք չենք անհանգստանում, բայց հիմա մենք անհանգիստ վիճակում ենք։ Այսինքն պահանջը մնում է նույնը, ուզում եք վերականգնվի Արմեն Աբազյանի պաշտոնը։ Նայեք, մեծ հաշվով մեր պահանջը ուզում ենք վերականգնվի Աբազյանի պաշտոնը։ Ես կասեի երևի չէ, որովհետև ես արդեն հասկացել եմ, բոլորս ենք հասկացել, որ ով էլ նշանակվի այս պաշտոնի, նորից եմ կրկնում, դա քաղաքական գործընթաց է։ Եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի զբաղվում այս երեխեքի հետ վերադարձով, գոնե իմանանք որտեղ են, Աբազյանը չի ուզում, ես նշանակվեմ ԱԱԾ տնօրեն, ոչ մի բան չեմ կարողանալու։ Հարցը հասկացալու, չէ՞։ Այսինքն հիմա դուք պահանջում եք, որ Նիկոլ Փաշինյանը գա ձեզ այստեղ հանդիպելու։ Դե ես հասկանում եմ, որ անլուրջ է հարցը, Նիկոլ Փաշինյանը դե ինքը մեծ մարդ է, բնականաբար չի սենց համարցակվի չէ, սենց լայախ չի անի իշնեմ երպես փուճուր մարդկանց հետ հանդիպելու։ Եթե իշտի շատ լավ կլինի, բայց որ չի իշտում, սենց հեռահար իրան հաղորդում են, որ ուզում ենք իմանանք, դուք որ գնում եք Թուրքիա, ինչ օրակարգով, ախպեր, մեր երեխեքի մասին կա տեղ կետ ունեք, որ ասեք պարոն Թուրքիայի նախագահ, այսքան մարդիկ կան ձեր հարևան բարեկամ պետությունում, ինչ եք պատրաստ անել։ Ինչ պետք է տանք ունեցել։ Ես չեմ ունեցել։ Ծնողները ունեցել են, այդ մասին չէ։ Այդ մասին ով գիտեր, որ ինքը Թուրքիա է գնում։ Հիմա կոնկրետ ձեր Այդ դեպքում փողոցը փակելու տրամաբանությունը Նայեք, մենք փողոցը սկզբից փակեցինք, որ պարոն Աբազյանը նշանակվի հետ։ Հետո հասկացանք, որ չի կարող այդ լինի։ Հիմա պահանջեցինք հետո, որ այդ նորանշանակը գա, օբշի, սենց սաղից մոտ, կանգնի, ասի են, ինչը որ մենք պահանջում ենք, որ կանեմ, կշարունակեմ, երաշիկներ տա, որ չի լինի, նայեք, հիմա եթե առաջի օրն է ինքը չի գալիս, այդ 10 օր հետո վավշի մեզի չել ճանաչելու։ Հասկացաք տրամաբանությունը։ Այսինքն հիմնական պահանջը ԺՊ-ի հետ Ահա, ԺՊ-ն գա, գոնե 5 րոպե ծնողներին, մամաներին, ինչ չէ, մամաներին տենա, ասի հարգելի մամաներ, սիրելի մամաներ կամ չգիտեմ, ինչ որ ձև դիմի, ասի սենց է, հետո լավ կլինի։ այդ հանդիպումից հետո պատրաստ եք բացել փողոցը։ Պայմանը այս պահին մամաները դրեն այդպես։ Որևէ խողովակով տեղեկություն կա ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը ինչ է մտածում։ Չէ։ Հանդիպման վերաբերյալ։ Առավոտյան նաև Վարդան Վարդանյանն է հանդիպել, որևէ ծնող չասեց հանդիպան ընթացքում ինչ է խոսվել, ինչ է խոստացել կամ ինչ է առաջարկել ոստիկանության կանապետը։ Չեմ ճանաչում։ Չեմ, էլի եկել է, որ պիտի համոզի ճանապարհը բաց է, գնանք ոստիկանապետին հանդիպենք։ Լավ, ոստիկանապետին ինչ հանդիպենք, ժողովուրդ ջան։
Պարոն ոստիկանապետին հանդիպենք, ինչ ասենք, լավ, եկել ենք, ես ոստիկանապետ եմ, դուք եկել եք, ես ինչ պետք է ասեմ։ Համոզենք, կլինի կեթան կհանդիպենք, չէ, ախպեր, եթե այս մարդը առաջի օր է, չի 5 րոպե ժամանակ չի գտնում ցած մեքենայով գազը լուսամուտից կայնի, գոնե մամաներին ասի էթա, վաղը չեմիսյոնը մեզի դռները կփակեն ԱԱՑ-ի, մեր պահանջը հասկացաք, չէ, իսկ պարոն Աբաժանի մոտ երբ գնում իր դռները բացվում էր, որոնց մտնում էինք, գաղտնի փակ հանդիպումներ էր լինում, խոսում էինք, հասկանում էինք, համոզում էր, խափում էր, չգիտեմ ինչ որ անում էր, մարդիկ մամաները մենք գոհ ենք մնում։ Բայց այս մարդը առաջ օրը չի գալի, երկրորդ օրնա չի գալիս։ Նշանակում է 10 օր հետո վաբշե մենք իրանով, ինքը մեnkով։ Այսինքն եթե գա կբացեք բավական։ Բնականաբար։ Բա հերացին գնացինք փակելու, ըստ էության խոչընդոտեցին ոստիկանները, փակեցին ձեր ճանապարհը, չստացվեց, հիմա նորից հետ եկա, այսինքն նահանջ է սա ձեր կողմից։ Չէ, նայեք, նահանջ ասելով մենք այս բանը մի քիչ ենք, չստացվեց, բայց կարանք նորից փորձենք։ Մենք մի հատ սխալ թույլ տվեցինք, չեմ բարձրաձայնում ինչի համար։ Այդ հարցը արդեն ոնց որ դուք մեր գաղտնիքն եք ուզում բացեք, չի լինի։ Հակաղա որոշեք, եթանք մասիվը փակենք, ինչ կլինի ո՞։ Այդպես ինքնաբուխ։ Հա։ Սենց որոշենք, եթանք փակենք։ Կամ եթանք կառավարության դաչ են, սրտ վրանը խփենք, մնանք դրան դեմը չի լինի։ Մենք մեր երկրում չենք, ինչ ուզելան կանենք, դեմոկրատիա է։ Всё։ Ձեր հաջորդիվ քայլերը որոնք են լինելու, չեկավ ասենք պաշտոնական։ Ասեմ, չեմ բացի։ Վախնիկները չեմ բացի։ Բայց լինելու են։ Միանշանակ, բավոս։ Իսկ ունեք տեղեկություններ, որ պաշտոնյաներից որևէ մեկը մտադրություն ունի ինչին ձեզ հանդիպել։ Չէ, նայեք, այս երկրորդ օրն մենք ստեղ ենք, բացի ընդդիմադիր պատգամավորներից, Հարգելի Տիկին Թովմասյանից, Գառնիկից Դանելյան, մեր մյուս ընկերը, ինչ էր անունը, Թադևոսյանը, Տիգրան Աբրահամյանը, մի 4-5 հոգի մեր ընդդիմադիրներից եկել են, բայց իշխանական պատգամավորներից կես հոգի չի եկել։ Երեք երեկոյան մեկը ասենց անցավ աղջիկներից, հա, կես հոգի էր դա։ Ասենց անցավ, չհասցրեցի տենամ, էլի, պրոստե երեկո մութը տվեց, չանցավ, չհասինք, ասենք, մի հատ գոնե մոտեցի, ասա, կներեք, էլի, մենք սխալ ենք կամ լավ ենք արել։ Երեք ազգային անվտանգությունից պաշտոնյա էլ է ձեզ այդ Հա, հանդիպում ունեցել։ պարոն Սանամյանը։ Ինչ խոստումներ տվեց։ Դե ասում է գնացեք տուն, երկրորդ, երրորդ օրը կգաք, ինքը կընդունի, մամաները ոնց որ համաձայն չեն։ Մամաները ասում են, չէ, ախպեր, թող 5 րոպեով գա։ 5 րոպեով գա, հարց չկա։ Հիմա ոնց որ մամաներն էլ իրանց հարգված չեն համարում, ես sense հասկացա։ Հիմա մամաները նստած են, թե կարա չէ 5 րոպե գար։ Всё-таки երեխա են կորցրել, պես պետությանն են տվել։ Կարա չէ, կարելի է։ Դե դա է իրանց պահանջը։ Մեծ հաշվով ես չեմ ուզում իրան ոչ հանդիպեն, ոչ խոսան, ոչ բան, որտեղ ես հասկանում եմ, որ քաղաքական գործընթացի մեջ Աբաժանի փոխարեն պարոն Սանամյանը մյուսը ինչ անեն, ինչ էլ որ ասեն, բերելու գործընթացը երեխեքի հետ կապված գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունն է։ Հիմա իմ հարցը պարոն վարչապետին ասում ենք գանք գոնե դուք մեզ ընդունեք, ասում է 2 ամիս հետո։ Դե 2 ամիս հետո մենք էլ 2 ամիս կմնանք ստե, երեք։ Ասես պատրաստ եմ եղել, միշտ 2 ամիս հետո։ Հա, դե մենք 2 ամիս կմնանք ստե, մենք մեր տանը չենք։ Ահա, 2 ամիս հետո կգանք ստե կհանդիպենք, ինչ եղավ։